Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Մեծ աղմուկ անտառում։ Հիմա պատմեմ, թե ինչպես պատահեց այդ։ Աշունքվա մի առավոտ էր։ Ճագար եղբայրը ման էր գալիս անտառում։ Վայրի տանձ ու խնձոր փնտրում։ Այնպես էլ ցուրտ քամի էր փչում։ Տաքանալու համար ճագար եղբայրը ավելի արագ քայլեց։ Հասկանալի է, որ նա մրսել չէր ուզում։ Քիչ անց մի ձայն լսեց։ Հայտնի չէ, թե ով էր անտառում ծառ կտրում։ Ճագար եղբայրը կանգ առավ ու ականջները սրեց։ Շուտով ծառը կտրվեց ու ընկավ։ Շրըմփ, թրըմփ։ Ճագար եղբայրը տեղից ծուլ եղավ ու փախավ։ Կարծում եք, թե վախեցավ։ Ոչ, չգիտեք, որ նա արդեն ոչ մեկից չէր վախենում։ Միայն մի քիչ մրսել էր և որոշեց վազելով տաքանալ։ Հենց այն է ուզում էր կանգ առնել շունչ քաշել, որտեղ հանդիպեց ջրարջ եղբորը, որը ընկերոջ մոտից տուն էր գնում։ Ջրարջ եղբայրը ճագար եղբորը տեսավ, թե չէ, հարցրեց. «Ինչու ես շտապում, ճագար եղբայր, քեզ հետ խոսելու ժամանակ չունեմ»։ «Ինչ է, հո մեկն ու մեկը քեզ չի հիվանդացրել ձեր տանը»։ «Ոչ, ասացի, խոսելու ժամանակ չունեմ»։ Միգուցե վարժություններ ես անում մի անգամ էլ մրցելու, հա։ Ոչ, ժամանակ չունեմ։ Խնդրում եմ, ճագար եղբայր, ասա, ինչ նորություն կա։ Անտառում մի մեծ աղմուկ կա, բայց ես խոսելու ժամանակ չունեմ, ցտեսություն, ասաց ճագար եղբայրն ու անհայտացավ։ Սարսափը պատեց ջրարջ եղբորը, թարսի պես տանից էլ շատ էր հեռացել։ Տեղիցը պուկ եկավ ու ոտքերում ինչքան ուժ ուներ անտառով վազեց։ Կարծես հետևից շներ էին ընկել։ Ճամփին ջրարջ եղբայրը հանդիպեց աղվես եղբորը։ Էհեյ, ջրարջ եղբայր, այդ ուր ես գնում։ Խոսելու ժամանակ չունեմ։ Բժշկի ես գնում։ Ոչ, խոսելու ժամանակ չունեմ։ Խնդրում եմ, ջրարջ եղբայր, ասա, բանն ինչումն է։ Անտառում մի տարօրինակ ձայն կա։ Դե ես ժամանակ չունեմ խոսելու։ Սրանից հետո աղվես եղբայրն էլ մի վազել սկսեց, որ քամին էլ չէր հասնի նրան։ Մեկ էլ գայլ եղբայրը հանդիպեց։ Հեյ, աղվես եղբայր, կանգ առ, հանգստացիր մի քիչ։ Չէ, չեմ կարող, ժամանակ չունեմ։ Ասա, խնդրեմ, աղվես եղբայր, ինչ է պատահել։ Մի շատ տարօրինակ ձայն կա անտառում։ Դե ես ժամանակ չունեմ։ Գայլ եղբայրն էլ սկսեց վազել։ Շուտով դեմը դուրս եկավ արջի եղբայրը։ Սա հարցրեց, գայլ եղբայրն էլ պատասխանեց։ Շուտով արջ եղբայրն ու շատ ուրիշ կենդանիներ վազում էին անտառով։ Կարծես անտառի ոգին հետևներից ընկած լիներ։ Վազեցին, այնքան վազեցին, մինչև որ կրյա եղբոր տուն հասան։ Կրյա եղբայրը հարցրեց, թե ուր են գնում։ Նրանք էլ պատմեցին անտառի սարսափելի ձայնի մասին։ Կրյա եղբայրը հարցրեց, ինչ տեսակ ձայն էր։ Մեկը ասաց ինքը չգիտի, մյուսը թե ինքն էլ չգիտի, բոլորն էլ ասացին, թե չգիտեն։ Կրյա եղբայրը ուզեց իմանալ, թե այդ սարսափելի ձայնը ով է լսել։ Մեկը ասաց ինքը չգիտի, մյուսը թե ինքն էլ չգիտի, բոլորն էլ ասացին, թե իրենք չգիտեն։ Այստեղ կրյա եղբայրը մի լավ ծիծաղեց ու ասաց. Եթե վախեցել եք, կարող եք բոլորդ էլ փախչել։ Իսկ ես նախաճաշիկը պետք է պատրաստեմ, հետո ամանները լվանամ։ Դրանից հետո, թե որ սարսափելի ձայն լսեմ, ով գիտի, գուցե ես էլ գամ ձեր հետևից։ Կենդանիները հարց ու փորձ արին, թե ով է առաջինը լսել այդ ձայնը։ Բանը հասավ ճագար եղբորը, բայց նա սրանց մեջ չէր։ Վերջին անգամ նրան ջրարջ եղբայրն էր տեսել։ Կենդանիների մեջ կռիվ ընկավ, մեկը մյուսին էր մեղադրում, վիճում էին ու վիճում։ Բանն այնտեղ հասավ, որ կրյա եղբայրն ասաց. Թե որ ուզում եք ամեն ինչ պարզել, գնացեք ճագար եղբոր մոտ։ Բոլորն էլ համաձայնվեցին ու գնացին ճագար եղբոր տուն։ Ճագար եղբայրը շեմքին նստած աչքերը արևից կկոցում էր։ Առաջինը արջի եղբայրը խոսեց. Ինչու ինձ խաբեցիր, ճագար եղբայր։ Խաբեցի։ Ում, արջի եղբայր։ Ինձ, ճագար եղբայր, ահա թե ում։ Այսօր քեզ առաջին անգամ եմ տեսնում, արջի եղբայր, շատ ուրախ եմ, որ ինձ տեսնելու ես եկել։ Հետո բոլորն էլ նրան նույն հարցը տվին, նույն պատասխանը ստացան։
Վերջում ջրարջ եղբայրը հարցրեց. Ինչու ինձ խաբեցիր, ճագար եղբայր։ Այդ ինչպես քեզ խաբեցին, ջրարջ եղբայր։ Դու չասացիր, թե անտառում մի մեծ աղմուկ կա, ճագար եղբայր։ Այո, իհարկե, մեծ աղմուկ կար, ջրարջ եղբայր։ Ինչ տեսակ աղմուկ էր։ Ահա, դե հենց սկզբում կհարցնեիր էլի։ Հիմա եմ հարցնում, ճագար եղբայր։ Մեկը ծառ էր կտրում, ջրարջ եղբայր, ես էլ ուրիշ ձայն չեմ լսել։ Ջրարջ եղբայրը շատ ամաչեց։ Հիմա ամենքը կկարծեն, թե նա հիմար է, վախկոտ։ Ոչինչ չէ, որ այդպես կարելի է մտածել նաև աղվես եղբոր, գայլ եղբոր, արջ եղբոր մասին։